Սիրելի եկեղեցի, ուզում եմ ձեզ հետ խոսել եկեղեցու մասին, եկեղեցու հետ, եկեղեցու մասին։ Եկեղեցու հետ, եկեղեցու մասին։ Ուզում եմ հարցնեմ, կան արդյոք մարդիկ, ով միգուցե վերջի կես տարվա կամ մեկ տարվա ընթացքում են սկսել հաճախել եկեղեցի ապաշխարել, կան մարդիկ, որ նոր են, եկել միացել, ձեռքեր եմ տեսնում, դուք ուրախ եք, չէ, որ եկել եք Տիրոջ, շատ չէ, փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը բոլորի համար, ովքեր Տիրոջ տան մեջ են, եղբայրներ, քույրեր, եւ կարծում եմ դու էլ ունեցել ես ուրախություն եւ քո սրտում փառք ես տվել, ասել ես շնորհակալ եմ քեզ Տեր, որ դու ինձ գտար, որ ես քո տան մեջ եմ, որ ես քո եկեղեցում եմ։ Տիրոջ անունը փառավորվի։ Եվ ուրեմն գիտեք, ես այս օրերի մեջ ավետարանը իմ հարազատ բարեկամներին գնալով ավետարանը քարոզելով այս օրերի մեջ սրտիս մեջ այսպեսի խոսք ունեմ նրանց հետ կիսվելու, քանի որ կարծում եմ եւ հավատում եմ եւ ձեզանից շատերն էլ որ մենք ապրում ենք շատ հետաքրքիր ժամանակներ եւ վերջի ժամանակներ, եղբայրներ, քույրեր, այն վերջինի վերջինը, այն վերջինի եւ զարմանալի ժամանակներ ենք մենք ուրեմն հայտնվել ժամանակներում ենք հայտնվել, որ 6000 տարի արարումից այդ բոլոր դեպքերը, բոլոր բաները այսպես sense կատարվելով եկել են, ամենը Սուրբ Գիրքը sense գալիս է այս օրերի համար, այդ ամեն բաները տեղի ունեցել այս օրերի Տիրոջ գալուստի, Տիրոջ փրկության եւ այսօր պատկերացնում եք հանկարծ մենք մեր սերունդը հայտնվել ենք այդ օրհնյալ ժամանակի մեջ, որ մեզ այդ ինչքանները կերազեին, այո, միգուցե մի կողմից ավելի կասեինք, վայ, մի քիչ հանգիստ, մի քիչ լավ ժամանակներ լիներ, ապրեինք, վայելեինք ուրիշ ձևի կյանքը, չէ, եղբայրներ, քույրեր։ Այս ժամանակները իրապես շատերի համար էր ցանկալի, երբ Տերը կվերադառնա եւ նրանք կտեսնեն, կդիմավորեն Տիրոջը։ Եվ ես էլ այն մարդկանցից եմ, որ հավատում եմ, որ մեր ժամանակ կլինի մեր հանդիպումը Տիրոջ հետ։ Գիտեք, հետաքրքիր մի բան ասեմ, հավատալով այն բանին, որ Տերը ասում է, դեռ դու քո մոր որովայնում ես ճանաչեցի քեզ, ես երեխա ժամանակվանից մտածում էի, ասում էի, այ մարդ, այս մահը, դե բոլորն են, չէ, մտածել, մահը ինչ բան ունի, չէ, խայթոցում, ոնց է, չէ, ցավացնում մարդուն, բոլորը կարծում եմ, թե մտածել, վայ, մեռնելու ենք մենք, վայ, մենք, վայ, ոնց կլինի, մենք չենք լնելու էլ, մենք եւ այս միտքը, իրապես է խայթոց է, ուրեմն այս միտքը ինչքանից գալիս էր, երեխա ժամանակվանից, գիտեք ինչ էր տեղի ունենում, գալիս էր հաջորդ միտքը, որ իմ մեռնելու ժամանակ ինչ որ մի բան փոխվելու է։ Եվ ես չեմ մեռնելու։ Ես չէի հասկանում։ Բայց հետո երբ Տերը գտավ ինձ, հետո երբ եկանք հասանք այս ժամանակները, հասկանում եմ, որ այս ժամանակների համար էր, որ ես չեմ մեռնելու։ Տիրոջ անունը փառավորվի։ Եղբայրներ, քույրեր, ողջունում եմ ամեն մեկիդ, որ այս վերջում եք նորից Տիրոջ տան մեջ եկել եւ միտքս ավարտելով ասեմ, որ հարազատ բարեկամներիս ասում եմ լսեք։ Մի մարդ կար, որ հելավ մի օր փայտերը, գործիքները բերեց, դրեց, թափեց, սկսեց շինել, մեխել, կտրել եւ այլը։ Եվ ժողովուրդը մարդիկ հարցնում էին, ասում էին, «Էդ ինչ ես անում», ասում էր, «Տապան եմ շինում»։ Ինչի ջրհեղեղ պիտի լինի։ Մարդկանց համար անհավանական, անհավատալի բան էր ասում։ Եվ հարցնում եմ ժողովրդին, հիմա ձեզ էլ եմ ուզում հարցնեմ, եթե դուք տեսնեք ձեր կողքի շենքում կամ ձեր կողքի թաղամասում մի մարդ դուրս է եկել փայտերը հանել, թափելա դուրս, գործիքները բերել, դրել, կտրում է, խփում է, մեխում է եւ այլը, ասեք ինչ ես անում, ասի տապան եմ շինում։ Դուք ո՞նց կընդունեք այդ մարդուն։ Հա? Լուրջ կընդունեք։ Չէ։ Ամենահետաքրքիրը գիտեք որտեղ է, որ Նոյը ճիշտ դուրս եկավ։ Մարդիկ չհավատացին, բայց Նոյը ճիշտ դուրս եկավ։
Եվ ասում եմ, այն Աստված, որ Նոյին ասեց տապան շինի, այդ Աստված այսօր ասում է, որ ահա շուտով գալիս եմ եւ իմ տան մեջ եղիր, իմ եկեղեցու մեջ եղիր։ Այդ նույն Աստվածը ասում, որ չկորսվես։ Եվ հիմա ես ուզում եմ ձեզ հետ միասին մենք խոսենք Տիրոջ եկեղեցու մասին եւ մտածենք, մտորենք, այդ կա իմ սրտի մեջ ձեզ հետ կիսվելու եւ իհարկե պիտի սկսենք Մատթեոսի ավետարանի 16-13-ից։ Երբ Հիսուսը Փիլիպյան Կեսարիայի կողմերը եկավ, հարցրեց իր աշակերտներին եւ ասաց. «Մարդիկ ինչ են ասում իմ մասին, ով է մարդու որդին»։ Իսկ նրանք ասացին. ոմանք ասում են Հովանես Մկրտիչն է, մյուսները Եղիան, ուրիշներն էլ Երեմիան կամ մարգարեներից մեկը։ Նրանց ասաց. իսկ դուք ինչ եք ասում իմ մասին, ով եմ ես։ Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. դու Քրիստոսն ես, կենդանի Աստծո որդին։ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան. երանի քեզ, Սիմոն, Հովնանի որդի, որովհետև ոչ թե մարմինն ու արյունը հայտնեցին քեզ, այլ իմ հայրը, որ երկնքում է։ Ես էլ քեզ ասում եմ, որ դու Պետրոս ես եւ այդ վեմի վրա եմ կառուցելու իմ եկեղեցին եւ դժոխքի դռները նրան չեն կարողանա հաղթել։ Ալելույա, փառք Տիրոջը։ Ուրեմն եկեղեցու պատմությունը եկեղեցին որտեղից է սկսվում, երբ Տեր Հիսուսը հարցնում է իր աշակերտներին, հարցնում է իր մոտ եղողներին, ասում է. լսեք, մի հատ ինձ հետաքրքիր է։ Մարդիկ իմ մասին ինչ են ասում։ Նրանք էլ մտորելով ինչ են ասում, մարդիկ ինչ են լսել մարդկանցից Հիսուսի մասին, Հիսուսը եկել է, հայտնվել է, ով է, շատերը նայում էին, ասում, ախր սա այն Հովսեփի Հյուսեն, հա, պլոտնիկը, Հյուսեն Հովսեփի որդին չի։ Լավ, ոմանք ասում էին նրա որդին է, ոմանք ասում էին էսով է, որ հայտնվել է։ Ոմանք ասում էին մարգարե ես, ոմանք ասում էին հիմա ինչ են ասում իմ մասին, ով եմ ես։ Եվ ասում է, ոմանք ասում են, որ Հովանեսն ես, Հովանես Մկրտիչն ես։ Արձագանք չկա։ Լավ, ես չանցավ։ Եղիան ես։ Էլի համաձայնություն չկա։ Երեմիան ես։ Լավ, թողնենք դրսիններին, դուք ինչ եք ասում։ Դու Քրիստոսն ես, բարձրալ Աստծո որդին։ Եվ այստեղ Տեր Հիսուսը սկսում է արձագանքել։ Հնարավոր չէր լինի ոչ Հովանես Մկրտչի, ոչ Եղիայի, ոչ Երեմիայի վրա կառուցել եկեղեցին։ Անպայման պիտի այդ հայտնությունը լինի, որ նա է Հիսուսը, բարձրալ Աստծո որդին։ Որ նա է Մեսիան, որպեսզի սկսի կառուցվել եկեղեցին։ Հիմքը պիտի ճիշտ լինի եւ այդ հիմքի վրա պիտի կառուցվի, չէ՞։ Մենք գիտենք, չէ, որ նա է հիմքը։ Եվ Տեր Հիսուսը հաստատելով ասում է երանի է քեզ Սիմոն, որ այս բանը ոչ թե միսն ու արյունը քեզ ասեցին, ոչ թե մարդ ասեց, այլ երանի է քեզ, որ այս բանը քեզ հայտնեց հայրը, որ երկնքում է։ Երկնքից հայտնություն, որ Հիսուսն է Աստծո որդին։ Դրսում ինչ են ասում արտավազդ եղբոր մասին։ Ինչ են ասում Լովա եղբոր մասին, ինչ են ասում մյուս եղբայրների մասին։ Դրսում ինչ են ասում։ Ոմանք ասում են աղանդավորները։ Ոմանք ասում են էլ ինչ ասես ասում են։ Իսկ դուք ինչ եք ասում, ով են նրանք։
մեր եղբայրներն են, մեր հովիվներն են, Աստծո որդիներն են։ Տարբերվում է, չէ, հայտնությունը դրսինների ու ներսինների, հա։ Հիմա տեսնում եք, ներսում լինելը ինչքան կարևոր է։ Ներսի հայտնությունը, ներսի իմացությունը, նրա հետ լինելու, նրա տան մեջ լինելու, նրա եկեղեցին լինելու իմացությունը, դրա կարևորությունը անչափ մեծ է։ Անչափ կարևոր է։ Ես հավատում եմ, որ Տիրոջ եկեղեցին ունի ուրիշ աչքեր, ուրիշ ականջներ։ Տիրոջ եկեղեցին այս պատգամը ամեն մեկը յուրովի կարող է լսի, բայց Տիրոջ եկեղեցին լսում է այն, ինչ որ պետք է։ Տիրոջ եկեղեցին բոլոր նրանք, ովքեր վերստին ծնված են, նրանք ունեն ուրիշ սիրտ, նրանք ունեն փոխված էություն, փոխված կյանք, եւ նրանց համար այս խոսքերը հնչում են եւ ընկալելի են այլ կերպ։ Տիրոջ եկեղեցին հատուկ է եւ առանձնացված ու զատված աշխարհից, նրա փառքի, նրա գործերի եւ նրա հետ հավիտյան ապրելու համար։ Տիրոջ եկեղեցին առանձնացված է ու զատված է աշխարհից։ Ամեն։ Դու առանձնացված ես եւ զատված ես Տիրոջ համար։ Եվ քո տեսողությունն ու լսողությունն էլ զատված է, փակված, որ դու աշխարհինը չլսես, աշխարհի հայտնությունը չունենաս, այլ քո ականջներն ու աչքերը բացված են Տիրոջ համար, որ նա խոսի եւ դու լսես։ Եվ եղբայրներ, քույրեր, մանավանդ նրանք, ովքեր նոր են, ես ուզում եմ քաջալերեմ, ասեմ, որ Տիրոջ տան մեջ եղեք, որտեվ Տիրոջ տան մեջ դուք կճանաչեք եւ կիմանաք ճշմարտությունը։ Իսկ դրսում դուք ուրիշ բան կլսեք եւ ուրիշ հայտնություններ կունենաք։ Աստված իր ժողովրդի հետ հատուկ է խոսում, հատուկ տեղերում, ծածուկ տեղերում, նա քեզ անցկացնում է, քեզ հետ խոսելով, խրատելով, ճանապարհ տանելով քեզ անցկացնում է, որ հասցնի երկինքը։ Տերը անհատապես քեզ հետ իր գործն է կատարում, իր աշխատանքն է կատարում, որովհետև դու իր եկեղեցին ես։ Որովհետև դու իրանով գնված մեկն ես։ Մենք տեսնում ենք եղբայրներ, քույրեր, ինչից է այս մղումը, այս պատգամի, մենք տեսնում ենք, որ վերջի ժամանակներում շատերի մոտ եկեղեցու կարևորությունը կարծես այդքան էլ կարծես թուլացել է։ Մենակ ինձ է թվում, թե դուք էլ եք այդպես տեսնում։ Կարծես թե եկեղեցու նշանակությունը, եկեղեցու կարևորությունը կարծես թե նվազած լինի։ Բայց ես քաջալերում եմ նրանք, ովքեր Քրիստոսի եկեղեցին են, հաստատուն, ամուր, պինդ, բռնեն Տիրոջ խոսքը, Տիրոջ եկեղեցին, ամուր, Տիրոջ եկեղեցում լինելով եւ Տիրոջ եկեղեցին լինելով։ Սուրբ Գիրքը ասում է, որ եկեղեցին նրա մարմինն է եւ նա գլուխը եկեղեցու։ Եվ այնտեղ մարմնի մեջ տեղի են ունենում կատարվում արքայության գործերը, արքայության հայտնությունները եւ նրա փառքը։ Եվ երբևիցե եկեղեցուց դուրս չլինեք։ Ես ուզում եմ այս համարի, քանի դեռ այստեղ ենք, ուզում եմ մի փոքր բան էլ ասել։ Եղբայրներ, քույրեր, շատերը մոտենում էին, գալիս էին Տիրոջը։ Շատ հարցեր էին տալիս։ Որոշ հարցեր իրանց գոհացնում էր, որոշ բաներ իրանց չէր գոհացնում, իրանց ուզածով չէր, իրանց սրտով չէր որոշ բաներ։ Որոշ բաներ չէին հասկանում եւ թողնում գնում էին։ Բայց հետաքրքիր բան կա։ Նրանք, ովքեր մնում էին նրա հետ, առնում էին իրանց պատասխանները։
Մի օր օրինակ Տեր Հիսուսն ասեց, ով որ չուտի իմ մարմնից եւ չխմի իմ արյունը, ինձ հետ բաժին չի ունենա։ Այս լսողները, այս մարդիկ հիշում եք, ոնց զարհուրեցին, ասեցին, «Էս ինչ ասում։ Էս ոնց կարելի է ասենց բան ասել»։ Գայթակղվեցին, թողեցին, գնացին։ Բայց ովքեր մնացին նրա հետ, մի օր նրանց համար հայտնի դարձավ, թե Տերը ինչի նկատի ուներ։ Ճշտապես գայթակղվել, ճշտապես հիասթափվել, ճշտապես քո ուզած բաները չտեսնելու պատճառով թողնել լքել եկեղեցին, տապանը։ Չլքես տապանը։ Խոնարհությամբ դու կառնես քո բոլոր պատասխանները։ Խնդրում եմ մի հատ նայենք Եփեսացիների 5:25-ը։ Ամուսիններ, սիրեք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոսն էլ եկեղեցուն սիրեց ու իր անձը նրա համար մատնեց։ Շարունակենք, մինչև 27-ը։ Որպեսզի նրան սրբացնի մաքրելով ջրի ավազանով, խոսքով, որպեսզի եկեղեցին իր առաջ փառավոր կանգնեցնի, որպեսզի որևէ արատ կամ բիծ կամ որևէ նման բան չունենա, որ սուրբ ու անարատ լինի։ Իր եկեղեցուն, իմ եկեղեցին, եկեղեցին Տիրոջինն է, եթե եկեղեցում չես եւ եկեղեցին չես, արդյոք Տիրոջինն ես։ Նրանք, ովքեր եկեղեցում են, նրանք, ովքեր նրա եկեղեցին են, նա աշխատանք է կատարում, աշխատանք է տանում իր եկեղեցու վրա, ինչպես ասեցի, եւ այստեղ խոսքը հաստատում է, որ նա ինչ է ուզում անել, նա ուզում է մաքրել, սրբել։ Ինչի՞, որովհետեւ պատրաստում է իր ժողովրդին իր հետ հանդիպման։ Եղբայրս, քույրս, քեզ հետ քո կյանքում կա այդ աշխատանքը մաքրման եւ սրբման։ Կարևոր բան եմ ասում։ Եթե դու ուղակի գալիս եւ գնում ես եւ քո կյանքում բան չի փոխվում եւ քո կյանքը չի մաքրվում ու սրբվում, սա լուրջ մտածելու տեղի կա տալիս։ Տերը ամեն օր բոլոր ժամանակներում աշխատում է իր եկեղեցու վրա, իր ժողովրդի վրա։ Ինչի, որովհետև մնում է նույնը, նա պիտի հանդիպի իր եկեղեցու հետ, իր ժողովրդի հետ պիտի հանդիպի, նա պիտի կանգնացնի իր առաջ իր եկեղեցուն, որպեսզի խնդիրներ չլինի։ Դու շատ ուշադիր եղի։ Դու նայի արդյոք Տիրոջ գործը կա, այս մաքրման սրբան գործը կա քո կյանքում, թե դու ուղղակի եկար ներկա գրվեցիր։ Ես այս ամենը ինչ որ ասում եմ, խնդրում եմ ներողամիտ լինեք նախապես։ Ես այս ամենը սիրուց եւ հոգատարությունից մղված եմ ասում։ Խնդրում եմ ներեք, եթե անգամ մի քիչ լինի խիստ, մի քիչ լինի կոպիտ, բայց միգուցե եթե Տիրոջ աչքերով նայենք, իսկ ել խիստ չի հլն հակառակը շատ ավելի նուրբ է։ Տերը իր ժողովրդին պատրաստում է իր հետ հանդիպման։ Եվ այդ ամենը Տերը անում է իր մարմնի մեջ, որ եկեղեցին է։ Չի կարելի անտեսել եկեղեցին։ Չի կարելի շրջանցել եկեղեցին։ Դա նրա մարմինն է, որի գլուխը ինքն է։ Եվ ամեն մի փրկվածի Տերը ավելացնում էր եկեղեցում գրված է Գործք առաքելոցում 2-րդ գլխի վերջի համարներում, որ ամեն օր նա եկեղեցուն ավելացնում էր փրկվածների թիվն ու քանակը, նա ավելացնում էր ժողովրդին եկեղեցուն, բերում էր իր մարմնի մեջ, որտեղ ինքը յուրաքանչյուրի հետ կկատարի իր աշխատանքը հավիտենական կյանքի համար, երկնքի համար։ Եղբայրներ, քույրեր, մենք ունենք հետևյալ իրականությունը, որ դուք ասես միգուցե ես խոսքս ուղղում եմ նաև նրանց, ովքեր
Միգուցե լինում են դեպքեր, երբ մարդիկ նստած են, բայց արդեն իսկ որոշում ունեն եկեղեցի չգալու։ Կա այդպիսի մարդ։ Բարդ Տիրոջը։ Երեք մեր մոտ քույրերից մեկին ասեցի, որ խոսք ունեի սրտիս մեջ, մինչև իրան ասելը, ինքը եկավ ասում, հո ջան, մի հատ հետաքրքիր բան եմ ուզում ասեմ։ Ասում ես որ լսում էի, ասում էին, Տերը էս բան ասես, Տերը այն բան ասես, Տերը խոսած, մտածում էի, այդ ոնց ա լինում։ Ասում այսօր չէի ուզում պաշտամունքի գայի ու որոշել էի, որ ասեի, մայրս ա եկե մեր տուն, դրա համար չեմ կարող գամ։ Ասում մեկ էլ մի ձայն լսեցի, որ ասեց, բայց քո գործերով դուրս ես գալու գնաս քո գործերին, չէ։ Ոայ։ Ասում ես նոր հասկացա, որ Տերը ոնց ա խոսում։ Ասեցի դե լսի մի խոսք էլ իմ սրտի մեջ կա քո համար։ Եթե դու չլրջանաս Աստծո առաջ, դու լավ չես վերջացնելու։ Ինքը ասենց գույնը փոխեց, այլայլվեց։ Ասեց ոնց ով ջան։ Ասեցի այդպես։ Այդ խոսքը կա քո համար ասելու, դու լավ չես վերջացնի, եթե դու չլրջանաս Տիրոջ առաջ։ Աստծո խոսքը ինչ ասում, կույսերի առակը ինչ ասում։ Այն 5-ը լավ վերջացրեցին։ Ինչ եղավ նրանց հետ։ Մնացին դրսում, որտեղ կար լաց եւ ատամների կրճտոց։ Խնդրում եմ ձեզ Տեր Հիսուս Քրիստոսի անունով ստից փոքր բաների կամ անգամ ինչքան էլ մեծ բան ուզում ա լինի դրանք քեզ առիթ ու պատճառ չդարձնես քո հոր տնից գնալու Տեր Հիսուսի հետ, հենց իրա հետ, լսեք, լավագույն հովիվի, լավագույն Տիրոջ, լավագույն թագավորի, 12 հոգի նրա հետ քայլում էին և տեսնում նրա փառքը և նրա գործերը, նրանցից ամենակիչը երկուսը լավ չվարվեցին, Դու կարող ասես Արմեն հովիվը արտավազդ սենց արեց, ես դες նորից եմ ասում, իդեալական հովիվը, իդեալական առաջնորդը, իդեալական տերը, իդեալական փրկիչը, էլի դժգոհություններ կային։ Կամ երկուսը, 12-ից երկուսը բավականին մեծ բանա, տոկոսային հարաբերություն է։ Վատ վարվեցին, բայց դա առիթ չէր տալիս են 10-ին հեռանալու Քրիստոսից։ Ոչ մի արարք, ոչ մեկի ոչ մի արարք քեզ պիտի առիթ չտա Տիրոջ տնից հեռանալու։ Սա մեր հոր տունն է։ Եվ մենք որդեգրություն ենք ստացել։ Եվ մենք ուրիշ տեղ չունենք գնալու։ Իսկ եթե որոշակի հարցեր ուզենաս, որ քեզ համար ավելի հասկանալի լինի, մի քիչ նայի տեսօրինակ քո ընտանիքում, որ 4-5 հոգի են, դու կարողանում ես բոլորի հետ վարվել, ամեն բան անել, լավ անել այնպես, որ բոլորն էլ գոհանան եւ շնորհակալ լինեն։ Քեզանից գոհ եմ։ Դե թող տանդ անդամները հերթով, խռովելով դուռը բացեն, թողեն գնան մնա մենակ։ Եկեղեցին մենք ենք, մեր թերություններով, մեր բաց թողումներով, մեր սխալներով, եւ մենք կարող ենք ինչ-որ բաներով կսվել իրար եւ կարող է հանկարծին անցնելը եւ քեզ կպնելը քեզ համար ցավոտ լինի։ Ցավոտ է, արի խոսենք, արի աղոթենք, արի պարզաբանենք, արի ասեմ, խնդրում եմ ների ինձ։ Բայց դու իրավունք չունես գայթակղվես
եւ թողնես Տիրոջ տունը։ Ընդհանրապես հանեք ձեր հասկացողությունից, գայթակղվեցի։ Ինչից գայթակղվեցիր։ Քո նմաններից, քեզանից գայթակղվի։ Ես գայթակղվեցի։ Եղբայրներ, քույրեր, եկեղեցին այնտեղն է, որտեղով Տերը մեզ անցկացնում է, միացնում է մեզ, այդտեղով անցկացնում է, եւ այդտեղի եղած ամեն կատարվելիք բաները, հələ եղբայրներ կլինեն, որ կհաստատեն եւ կասեն ամեն, այդտեղի եկեղեցում եղող կատարվող բաները, ամեն բան ինչ որ կատարվում է, Տերն է թույլ տալիս, եւ դրա միջոցով մեզ սովորեցնում, մեզ մաքրում, սրբում եւ մեզ դրա միջով անցկացնում է, եւ դա է այն ճանապարհը, այն վառարանը, որի միջով Տերը անցկացնում է մաքրելով ու սրբելով մեզ եւ պատրաստելով իր, որովհետեւ ինքը պիտի գա իր եկեղեցու հետևից։ Տերը պիտի գա իր եկեղեցու հետևից, ասեք ինձ մի հասարակության մի ոլորտ, մի շերտ, որտեղ Տերը աշխատանք է տանում եւ պատրաստում է իր հետ հանդիպելու։ Ասեք կա տենց ինչ որ մի հիմնարկություն, մի կազմակերպություն կա, տենց ինչ որ մի տեղ մարդկանց մի ինչ որ քանակ, որտեղ Աստված իր գործն է կատարում նրանց հետ հանդիմանելով, խրատելով եւ այլ ամեն բան անելով նրանց համար կերակրելով, հոգնելով, սատարելով, մխիթարելով, ներելով, որտեղ կա էլ այսպիսի բան, այստեղից էլ միտք առնենք, որ Տերը իր եկեղեցու հետևից է գալու։ Եվ պարապ մտքեր չունենանք եւ դատարկախոսությամբ շատ դեպքերում կներեք այս արտահայտությանս համար չզբաղվենք, եկեղեցուց դուրս լինելով եւ շատ ու շատ բաներ ասելով, խոսելով, խնդրում եմ վերջի համարը նայենք հետևյալը Կողոսացիների 2:18-19 համարները եւ կգան ավարտին Կողոսացիների 2:18-19 ոչ ոք թող ձեզ մրցանակից չզրկի կեղծ խոնարհությամբ եւ հրեշտակների պաշտամունքով ներթափանցելով այն բաների մեջ որ չի տեսել եւ անտեղի հպարտանալով իր մարմնական մտքի խոհերով այդպիսի մեկը չի պահում գլուխը որից ամբողջ մարմինը հոդերով ու խաղերով կապված ու միացած աճում է եւ Աստված է աճեցնում Եղբայրներ քույրեր Աստծո խոսքն ասում է նայեք որևիցե մեկը ձեզ չխափի եւ մրցանակից չզրկի նայեք որ որևիցե մեկը ձեզ այլ բաներ չասի Հիմա շատ այս օրերի մեջ շատ հավատացյալներ կան, որ ասում են ես չեմ գալիս եկեղեցի, բայց ես իմ համար տունը նստած, կարդում եմ, աղոթում եմ, ես իմ Աստծո հետ եմ, ես իմ Տիրոջ հետ եմ։ Հա հանդիպել եք այդպես հավատացյալների այս օրերի մեջ, հա? Ժողովուրդ, ում է նման է այս խոսքերը, այս նախադասությունները, եկեք մի հատ հիշենք, էլի, ում է նման։ Աշխարհիկներն էլ տես չեն ասում։ Ես իմ Աստված Ես իմ համար իմ Աստծո հետ կարդում եմ, ես իմ Աստծո հետ իմ լավ է իմ գործերը, իմ հարաբերությունը։ Դուք պատկերացնում եք այդ հավատացյալները ուր են գնացել հասել, որ նորից խոսում են աշխարհիկների պես, թողնելով եկեղեցին Քրիստոսի մարմինը, թողնելով գլուխը։ Նայեք, ասում է, այդպիսի մեկը չզրկի ձեզ մրցանակից, որովհետև նա թողել է գլուխը։ Եկեք մի բան մտածենք։ Ինչ եք կարծում, որ գլուխը Քրիստոսն է, եթե տվյալ մարդ հանձնավորությունը մարմնի մեջ է, եթե նրա մարմնի անդամ է, եթե նա գնա տանը նստի, գլուխը կհանդուրժի, որ նա այդ վիճակում է։ Միթե նրան չի խրատի եւ չի ասի բերելով ճիշտ ընթացքի մեջ, հա? Այս նշանակում է, որ նրանցից շատերը կորցրել են գլուխը։ Սխալ մի արարքի համար միթե Տերը չի հանդիմանում, չի ուղղում ճիշտ ճանապարհի մեջ պահելու համար։ Եթե կհասցնեմ ժամանակին ավարտեմ։ Եթե մենք հանդիպեինք սուտ մարգարեի,
Եթե մենք հանդիպեինք սուտ վարդապետի, սուտ ուսուցչի, եղբայրներ քույրեր, ինչ կանեինք, ինչպես կվարվեինք նրանց հետ։ Եթե հանդիպել ենք մի սուտ վարդապետի, ինչպես կվարվես նրա հետ։ Վերջը ինչ որ, հա, ամենակիչը ինչ կանենք, կթողնենք նրան, կգնանք, չէ, նրա հետ չենք մնա, ճիշտ է։ Բայց նաև կարծիքներ կան եւ տարբերակներ կա, որ խիստ կվարվենք, միգուցե քարերով էլ խփենք։ Խիստ կվարվենք սուտ մարգարեների հետ։ Սուտ ուսուցիչների, սուտ վարդապետների հետ։ Հիմա այդ ինչ որ կվարվեիր, ինչ որ կանեիր, կամ ամենամեղմը որ կթողնեիր, կգնայիր, մի հատ պահի հիմա ձեռքիդ մեջ բան ասեմ։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է լինել սուտ մարգարե, սուտ վարդապետ, սուտ ուսուցիչ։ Գիտեք երբ մենք մեր ցանկությունների պատճառով Աստծո խոսքը ծառում ենք։ Դու գիտեք այդ սուտ մարգարեները ոնց են դառել սուտ մարգարե։ Սուտ վարդապետը ոնց է դառել սուտ վարդապետ։ Երբ իր սեփական ցանկությունների պատճառով Աստծո խոսքը ծռել է։ Հիմա այն որ ասել էի ձեռքի մեջ պահեք կիրառելու, մի հատ մտածի կարող է քեզ պետք գա։ Որ երես թե քեզ սուտ մարգարեից, որ երբ որ պետքա սենց անես, սենց ես անում, երբ որ պետքա նենց անես, նենց ես անում։ Ես իմ համար, ես իմ Աստծո հետ եմ։ Աստված ասել է, որտեղ ուզում ես աղոթի որտեղ։ Մի կին համացանցում մարգարեություն անում, սենց հա լինելու, նենց հա լինելու, էս հա լինելու, են հա լինելու։ Նայեցի բաներես, կոմենտարյաները նայեցի, մեկը հարցրել ասում է, քուրիկ ջան, դուք որ եկեղեցուց եք։ Որ եկեղեցի։ Ասում է, ես ոչ մի եկեղեցուց էլ չեմ։ Ես գրեցի, ասում եմ, ինչպես ձեր գլուխը Քրիստոսը չի։ Ասում է, գրում է, ես ծառայում եմ Քրիստոսի եկեղեցուն։ Ասեցի շատ իրարամերժ բան է ստացվում։ Դուք եկեղեցում չեք, դուք Քրիստոսի եկեղեցին չեք, Քրիստոսը ձեր գլուխը չի, բայց դուք ծառայում եք Քրիստոսի եկեղեցուն։ Ոնց կարա այդպես բան լինի։ Բոլոր կոմենտարյաները ջնջեց։ Այսպես հնարավոր չի։ Եվ խնդրում եմ ձեզ, ականջ չդնեք կողմնակի ձայների, կողմնակի խոսակցությունների։ Աստված հենց այնպես չի իր եկեղեցին հիմնել։ Աստված հենց այնպես չի իր եկեղեցին ծնել, որ դժոխքի դռները չեն կարողանալու նրան հաղթել։ Քո եկեղեցու մեղի, քո եկեղեցու ընթացքի մեջ եղի։ Նորից եմ ասում ձեզ, գալով ավարտին ուզում եմ ասեմ, ընթացքա, ճանապարհա, եղբայրներ, քույրեր, դու գիտեք ես ինչքան բաներ եմ ունեցել։ Եկեղեցում ինչքան տարբեր հարցեր ա եղել, բայց եթե ես գայթակղվեի, եթե ես այդ բաներին տեղ տայի, ես այսօր այստեղ կանգնած չէի լինի։ Ես չէի կարող ծառայել Տիրոջը, եթե հանկարծ գայթակղվեի, հանկարծ խռովեի, հանկարծ չգիտեմ ինչեր անեի։ Եղբայրներ, քույրեր, այս ամենը պետք է, որ մեզ Տերը անցկացնում է, սովորեցնում է սրա մեջ խոնարհություն, սովորեցնում է հնազանդություն, սովորեցնում է համբերություն, սովորեցնում է հարգանք, սովորացնում է պատվել, սովորացնում է ճիշտ ճանապարհով գնալ։ Եվ անգամ են որ մի վատ բան էլ կկատարվի, անգամ են որ ինչ որ մի բան էլ կա, դու իմացի, դա պատահական չի, եւ Տերը թույլ է տվել այդ բանը եւ դրա մեջ քեզ բան ունի սովորացնելու, որովհետեւ դու իր եկեղեցում ես։ Միգուցե շատ հպարտ ենք եւ թույլ է տալիս Աստված, որ ինչ որ բաներով մեզ հանկարծ կպնեն, ինչ որ բաներ ասեն, որպեսզի մեր հպարտությունը կարողանա Տերը մեզանից մաքրել, սրբել, մեզանից վերցնել, հա։ Ով է տեղյակ այս բաներից, ով է այս ընթացքը անցել, անցնում, ով է հասկանում, որ այս ամենը Տիրոջից է, եղբայրներ, քույրեր։ Եվ այս ամենի համար փառք լինի Տիրոջը, սա Տիրոջ ծրագիրն է եւ Տիրոջ ճանապարհը, ընթացքը։ Մի թագավոր իր ծառայի հետ
գնում են որսի եւ ամբողջ ընթացքում որսի ընթացքում ծառան պատմում է թագավորին Աստծո բարության մասին։ Եվ մեկ էլ արջը հարձակվում է իրանց վրա, թագավորի վրա է հարձակվում եւ այդ կռվի ժամանակ արջը թագավորի մատը կծում է, այսպես տանում է մատի կեսից շատը։ Թագավորը հետ վերադառնալու պես ասում է, բա ասում է իր Աստված բարի է։ Ասում է, թագավոր ջան, ես էլի եմ ասում, Աստված բարի է։ Ասում է սրան վերցրեք գցեք բանտը։ Սա խելքից դուրս բաներ է խոսում։ Սրան գցում են բանտը։ Անցնում է որոշ ժամանակ թագավորը որոշում է, որ նորից որսի գնա, դուրս է գալիս որսի։ Մեկ էլ այս թագավորին վայրի ցեղերը բռնում են, տանում են, որ ուտեն։ Եվ իրանց ծիսական արարողություններն են անում մինչև ուտելը, եւ մեկ էլ հանկարծ մեկի աչքը ընկնում է, որ թագավորի մատը չկա։ Սրանք էսենց հիասթափված, հուսախաբեղած իջացնում են, ասում են մեր ծիսական արարողությունը թույլ չի տալի, որ մենք վնասված մարդ ուտենք։ Այսինքն պիտի ամեն բան էսենց եւ այս թագավորին բաց են թողում։ Թագավորը հետ է գալիս, ասում է լեն տղային կանչեք։ Գալիս ասում է, բա չիմացար, սենց պատմություն եղավ ինձ հետ ու ասում է ինձ բաց թողեցին։ Ասում է, բա տեսնում ես թագավոր ջան, Աստված բարի է։ Ասում է, լավ, իմ մատը արջը կերավ, դրա պատճառով ինձ չկերան, Աստված արեց իր բարությունը, բա քո նկատմամբ Աստված ինչի բարի չեղավ, որ չթողներ, որ ես քեզ գցեի բանտը։ Ասում է, թագավոր ջան, Աստված բարի է, եթե դու ինձ բանտը չգցեիր, ես քո հետ գալու էի որսի։ Այդ վայրի ցեղերը ինձ բռնելու էին, քեզ բաց թողեին մատիդ պատճառով, բայց իմ մոտ սա նորմալ է, ինձ էին ուտելու։ Աստված բարի է իր ժողովրդի նկատմամբ։ Այն ամենածանր դեպքերում էլ ծանր բաների մեջ միգուցե ինչ որ հարց է, խնդիր է, ամեն մարդ մի բնավորություն, մի հարց, մի խնդիր, մի դժվարություն, դու էլ հեշտ մեկը չես, դու էլ թեթև մեկը չես, քո նմանից երես չթեքես, քո նմանից չխռովես, քո նմանին անուն չդնես, որտեվ քո նման է, ինչ անես քեզ ես անելու։ Սիրեք ձեր եղբայրներին, քույրերին եւ այս ընթացքը միմյանց օգնելով անցեք, որպեսի հասնենք այն փառավոր օրվան։ Եվ այսօր թող Տիրոջ կրակը ձեր մեջ բորբոքվի եւ այրի ամեն տեսակի բան, ամեն տեսակի անպիտու բան։ Գիտեք, կարծում եմ մի առակ էլ կա, որ տեղին է այս խոսքի համար է, միգուցե դու լսել ես, բայց ես էլ եմ ուզում պատմել։ Մի եղբայր գալիս է Հովին, ասում է, Հովի ջան, ես ուզում եմ գնամ եկեղեցուց։ Ասում է, պատճառը ասա գնա, ինչ ա եղել։ Դե ասում է, գիտես, ասում է, օրինակ ինչ է եկեղեցում են, ինչ է, այն քույրիկը սենց է հագնված, այն եղբայրները հեռախոսի մեջ են նստած ծառայության ժամանակ, այս ինչ բանը սենց է, այն ինչ բանը դժգոհում է։ Հովիվն ասում է, եղբայր ջան, լավ, մի բան խնդրեմ, արա ու գնա։ Ասում է, այս բաժակով ջուրը, այսենց բերնեբերան լցրած, ասում է, այդ բաժակով ջուրը վերցնես, եկեղեցու մեծ եկեղեցի է, մեր եկեղեցու 5 շրջան անես եկեղեցու մեջ, այսենց։ Ոնց որ թե ես ես վերցնեմ ու սկսեմ գնալը, բայց պիտի մի կաթիլ ջուր չթափվի այդ բաժակից։ Հենց էսի խնդրանքը կատարես, ազատ ես գնա։ Ասում է, դե լավ, Հովիվն է, էլի մի բան խնդրել անեմ, գնամ, հա։ Վերցնում է այդ բաժակով լցրած ջուրը, այսենց լիքը լցրած ջուրը եւ սկսում է այսենց գնալ։ Գնում է, ասելա պայմանը, որ պիտի չթափի ջուր։ Գնում իր 5 պտույտ անում, գալիս է ասում է, Հովի ջան, քո խնդրանքը կատարեցի, կարամ գնամ։ Ասում է, իհարկե, բայց ինձ մի բան ասա, այդ որ պտտվեցիր, տեսար ով էր հեռախոսի մեջ նստած,
ով ինչով էր զբաղված։ Չէ։ Այդտենց որ դու քո գործով զբաղված լինես։ Ժողովուրդ ջան, ես ինչ պարապ ենք, որ սրա նրա բաներն ենք տեսնում նկատում, հա? Ես ինչ մտքի պարապություն է, ես ինչ մարմնի պարապություն է, ես ինչ անձի պարապություն է, որ այնքան բան չունենք անելու, որ կողքի բաներն ենք տեսնում։ Տերը ողորմի մեզ։ Տերը օրհնի այս եկեղեցին, Տերը օրհնի ձեր եկեղեցիները, ձեր եղբայրներին, քույրերին այս օրերի մեջ դուք հասկանալով եւ մնալով Տիրոջ տան մեջ, Տիրոջ մարմնի մեջ, միշտ ունենալով Հիսուս Քրիստոսը որպես գլուխ, հրամանները գլխից են գալիս։ Նա տալիս է ճիշտ ժամանակին եւ ճիշտ հրամանները։ Չկորցնեք հանկարծ այդ գլուխը։ Ձեր հպարտության, ձեր մեծամտության պատճառով, ձեր խռովելու, ձեր չգիտեմ ես ինչ ցանկությունների պատճառով չթողնեք գլուխը, թե չէ լավ չեք վերջացնի։ Տիրոջ հետ եղեք եւ Տիրոջ մեջ եղեք, օրհնված լինեք, եկեք աղոթենք ձեզ համար։ Գիտեք, Աստծո խոսքը ասում է, որ ոչ ոսկիով, ոչ արծաթով, այլ Աստծո որդու թափած թանկ արյունով գնվեցիք։ Գիտես ինչքան թանկ մեկն ես դու։ Գիտես ինչքան թանկ մեկն ես դու։ Գիտես քո համար ինչ գին ա վճարվել։ Տիրոջ համար լավ զավակ եղի, լավ որդի եղի, լավ դուստր եղի, աշխատի, որ նրա սիրտը հոր սիրտը ուրախանա։ Քո գործերով, քո կյանքով, քո անելիքներով աշխատին հենց անես, որ օրինակի համար հələ մտածի, որ եթե մեկը հետևի քո օրինակին, եկեղեցում կլինի թե չէ։ Եթե մեկը հետևի քո օրինակին, լավ Աստծո մարդ կլինի թե չէ։ Հա? Որ մեկը քեզ ա ուզում նմանվի, քո նման ա ուզում անի։ Եղբայրներ, քույրեր, մի օր մենք այսպես բոլորս կանգնելու ենք նրա առաջ եւ ոչ մի ծածուկ բան չկա եւ չի լինելու եւ նրա հայտնվելուց հայտնի է դառնալու են ամեն ինչ որ կա մեր մեջ։ Նրան այսօր էլ հայտնի է։ Մենք մի քույր ունեինք, ասում է, այդ օրը մեզ շուռ են տալու, ներս ելնելու է դուրս, դուրս ելնելու է ներս։ Չլինի այնպես, թե հանկարծ այսօր լիներ այդ օրը շուռ տալու, այստեղ մարդիկ լինեին, որ ուզենային փախնեին դալիճից դուրս գային։ Որտև կամաչեին։ Լսում ես։ Էնպես արա, որ չամաչես Տիրոջ օրը։ Բայց այդ պիտի անես այսօր արդեն պիտի ամաչելու բան չունենաս։ Որտև դու Քրիստոսի եկեղեցին ես։ Եկեք միաբանվենք, օրհնենք ես եկեղեցին, օրհնենք Տիրոջ եկեղեցիները։ Մեր ընթացքը լավ անցնենք, ամեն ջանք դնենք մեր ընթացքը լավ անցնելու եւ շատերին օրինակ լինելու իբարս Հիսուս Քրիստոսի։ Հայր որդիական իրավունքով քո զավակները կանգնած են քո առաջ եւ այսօր մենք եկանք քո տունը, որ հանդիպենք քեզ եւ դու ուղեցիր մեր սրտերը եւ մեր ոտքերը դեպի քո տունը եւ մենք սրտանց քեզ փառք ենք տալիս, որ մեր օրերը անցնում են քո տանդ մեջ, որ մենք քո տան մեջ ենք, որ մենք քո եկեղեցում ենք եւ մենք քո եկեղեցին ենք։ Շնորհակալ ենք, որ դու մեր գլուխն ես։ Մենք օրհնված ենք, Տեր, բոլոր քո հրամանները, որ Տեր իմ Աստված դու արել ես մեր կյանքերի համար, այդ ամենը
բարի ահաճելի եւ կատարյալ։ Այդ ամենը մաքուր ու սուրբ է։ Քո հրամաններն են, քո օրենքներն են, քո պատվիրանքներն են, որ պահում են մեզ քո մեջ։ Դու ողորմեցիր մեզ ու հասցրեցիր մեզ այսօր այստեղը։ Եվ մենք վկայում ենք երկնքի եւ երկրի առաջ ու ասում ենք, որ քո ձեռքը պահեց մեզ։ Եվ մենք խոնարհվելով քո առաջ ասում ենք շնորհակալ ենք, որ քո եկեղեցին ենք եւ խնդրում քեզ, որ այսօր օրհնես մեզ եւ քո օրհնությունը լինի այնպիսին, որ մեկի համար քո խրատը կլինի օրհնություն, մյուսի համար քո հանդիմանությունը կլինի օրհնություն, մյուսի համար քո խիստ խոսելը կլինի օրհնություն։ Խնդրում ենք քեզ այսօր մեզ իմաստություն տաս, այսօր քո հոգով շարժես մեր սրտերը, որ մենք այս օրերի մեջ եղած քո եկեղեցին, Աստված իմ, ուղիղ ճանապարհով գնանք եւ ծառայության պտուղներ ունենանք քո անվան ու փառքի համար։ Այս օրերի մեջ դուր որ մեզանով շատ ու շատերը լսեն քո խոսքը եւ շատ ու շատ հոգիներ դառնան քեզ, կորստյան ճանապարհները թողնեն, կանգնեն փրկության, հավիտենական ճանապարհների մեջ եւ կանգնեն քո տան մեջ, իրենց ձեռքերը պարզեն եւ քեզ փառք տան։ Օրհնիր այս քաղաքում այստեղ եղած քո ժողովուրդը եւ քո արդարներին։ Թող քո անունդ փառավորվի